Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Այս կիրակի վերջով պարզ կլինի, թե ում են իրենց վստահության քվեն տալու վաղարշապատցիները։ Քաղաքական պայքարը թևակողել է ակտիվ փուլ եւ տարբեր ուժեր ներկայացնում են իրենց ծրագրերն ու տեսլականը վաղարշապատի զարգացման համար։ Հիշեցնենք, այդ ընտրապայքարին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Այսօր զրուցելու ենք համահայկական ճակատ կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Սիմոնյանի հետ։ Պարոն Սիմոնյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Դուք երկար զինվորական ճանապարհ եք անցել, եղնիկներից մինչև պաշտպանության նախարարություն այդ զինվորական ճանապարհը հասնում է։ Ինչու որոշեցիք մտնել քաղաքականություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Ինձ ստիպեցին ես մտնել քաղաքականություն, ներկայիս իշխանությունները իմ հանդեպ վարվեցին անարդար եւ միակ ուժը, որ դա համահայկական ճակատ կուսակցությունն էր, ոչ նախկին է, ոչ ներկա։ Եվ առաջարկ ունեցա կուսակցության նախագահի կողմից, իդեպ նա էլ է զինվորական պահեստազորի փոխգնդապետ է։ Ես համաձայնվեցի որպես արդար նոր ուժ, որպեսզի պայքարեմ անօրինականության դեմ, որպեսզի ինձ նման սպաները, մեր քաղաքացիները չտուժեն սխալ քաղաքականությունից, որը իշխանությունը որդեգրել է։ Ինչ է նշանակում անարդար վարվեցին։ Ես երկար տարիներ ծառայել եմ զինված ուժերում եւ ունեցել եմ մշտապես չհանձնվող տեսակ եմ ես բնավորությամբ, միշտ պայքարել եմ ճշտի անարդարության դեմ, ինչը ներկայիս իշխանությունների համար ձեռնատու չէ եւ որոշեցին, որ իմ պայմանագիրը չպետք է երկարացնեն եւ ինձ արձակեցին զինված ուժերի պահեստազոր, խախտելով օրենքը, խախտելով մարդկային որակները, խախտելով իմ իրավունքները։ Ես երկար տարիներ ծառայել եմ ամբասիր, երբևիցե կարգապահական տուժի չեմ ենթարկվել, որևէ քրեական գործ հետ առնչություն չեմ ունեցել, ունեմ բազմաթիվ խրախուսանքներ, պատվոգրեր, պետական եւ գերատեսչական մեդալներ, բայց ներկայիս իշխանությունը որոշեց, որ ես անելիք չունեմ զինված ուժերում։ Հիմա տեսեք, երբ որ դուք ձեր օրինակ ներկայացնում, դիտողներից գուցե լինեն մարդիկ, որոնց մոտ այսպիսի հարց առաջանա, այսինքն անձնական խնդրի պատճառով մտակ քաղաքականություն։ Ոչ, անձնական խնդիր չկա։ Ես ցանկանում եմ ծառայեմ իմ հետագա ծառայությունը շարունակեմ քաղաքացիական կյանքում, քաղաքական դաշտում։ Անձնական ես չունեմ ոչ մեկի հետ ոչ մի խնդիր։ Եթե լիներ անձնական, ես կդիմեի դատարան, բայց քանի որ ես զինվորական եմ, հայրենասեր եմ, ես չուզեցի դիմեմ դատարան իմ իրավունքները վերականգնելու համար, քանի որ մեր պետությունը մեղավոր չի, որ ոչ փորձառու, ոչ մասնագետներն են կառավարում երկիրը։ Պարոն Սիմոնյան, դուք ասացիք, որ մտել եք նաև քաղաքականության մեջ, որպեսզի օրինակ ձեր նման սպաները, ինչպես դուք ասացիք, չանցնեն այդ ճանապարհը եւ չբախվեն նման խնդիրների, ինչպես դուք եք բախվել։ Բայց վաղարշապատի քաղաքապետ դառնալով դուք ունենաք այդ լծակները, ինչպես կարող եք ազդել կամ այնպես անել, որ այդ նման խնդիրներ չառաջանան։ Եթե վաղարշապատ քաղաքում ես ընտրվեմ որպես համայնքի ղեկավար, ցույց կտամ բոլորին, որ կա արդարություն, որ արդեն իշխանությունը կվախենա նման քաղաքականություն վարել սպաների, ճանապարհ անցած սպաների հետ։ Եթե ես նորից կրկնում եմ ընտրվեմ քաղաքապետ, իշխող ուժը քաղաքային իշխանություն չի ունենալու։ Եվ դա կլինի, կարծում եմ, փոխանցիկ մնացած քաղաքների, համայնքների համար։ Իսկ ինչու հենց համահայկական ճակատ կուսակցություն, դուք հիմնադիրներից եք այդ կուսակցության։ Ոչ, ես կուսակցության անդամ եմ, արդեն 5 ամիս եւ ավել, մի քիչ, համահայկական ճակատը դա միակ ուժն է ներկա պահին, ոչ նախկին է, ոչ ներկա, որտեղ մեծամասնությունը զինվորականներ են եւ համահայկական ճակատ կուսակցության առաջնորդը նախկին պաշտպանության նախարար գեներալ Կարապետյանն է, ճանաչելով իրեն, որ նա ավելի խստապահանջ է, արդար է, որոշել եմ միանամ իրենց։ Որոնք են այն հիմնական արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է ձեր քաղաքական գործունեությունը։ Ինձ համար առաջնային արժեքներն են մեր հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը։ Ես աջակիցն եմ հայ առաքելական եկեղեցու։ Դա որպես սկզբունք է ձեր քաղաքական գործունեության։ Այո։ Ես խնդրեմ։
ես քաղաքական սկզբունքներից նաև կառանձնացնեմ մեր համայնքի հետ ընթացը։ Վաղարշապատ համայնքը, Իջմիածին քաղաքը պետք է լինի օրինակելի քաղաք, պետք է լինի туриզմի զարգացման քաղաք, պետք է լինի Վաղարշապատ խոշորացած համայնքը համայն հայության հպարտությունը, պետք է Վաղարշապատ համայնքը լինի աշխարհի հոգևոր կենտրոններից զարգացած կենտրոններից մեկը։ Եվ ձեր այդ տեսլականի համար դուք նախընտրական ծրագիր եք մշակել։ Որոնք են ձեր նախընտրական ծրագրի առաջնահերթությունները։ Մեր նախընտրական ծրագիրը կազմված է 11 կետերից, առաջնայինը ներհամայնքային խնդիրներն են։ Երկրորդը եկեղեցի համայնք հարաբերություններն են։ Երրորդը արտաքին հարաբերություններն են։ Տարածքային զարգացում, շինարարություն, տրանսպորտ, կրթություն, մշակույթ, սպորտ, առողջապահություն, տնտեսություն, Արցախ, ի վերջո Արցախ եւ կադրային քաղաքականությունը։ Պետք է մենք ընտրենք ամենալավագույն մասնագետներին, որպեսզի կարողանանք քաղաքը ղեկավարենք ըստ ոլորտների։ Տեսեք, ըստ էության քարոզարշավն արդեն մոտենում է իր ավարտին, դուք մի քանի շաբաթ է իրականացնում եք քարոզարշավը, ինչ պատկերացումներ ունեք, արդյոք քաղաքացիների բարձրացրած հարցերը համահունչ են ձեր նախընտրական ծրագրի հետ, թե կան որոշակի մտքեր, որ օրինակ պետք է փոփոխություններ իրականացվեն եւ այլն եւ այլն։ Այսինքն քաղաքացիները որոնք են, որ առաջնահերթ խնդիրներ են բարձրացնում։ Քաղաքացիների համար սկսենք քաղաք Իջմիածնից, նրանց խնդիրը քաղաքի բարեկարգումն է, աղբահանությունը, տրանսպորտը։ Նաեւ այդ նույն խնդիրները գյուղական համայնքներում են։ Թափառող շներն են ամենաշատը անհանգստացնում է քաղաքացիներին, ամեն օր մենք առերեսում ենք շների կողմից հարձակում քաղաքացիների վրա։ Տրանսպորտը ոչ բարեկարգ է, տրանսպորտը փոքր է, ծավալները չի երիքում գյուղական համայնքներից մայրաքաղաք Երևան գալու համար։ Տրանսպորտի խնդիրն է, մեր համաքաղաքացիները ցանկանում են ապրեն բարեկեցիկ, կոյուղու համակարգից սկսած բոլոր հարցերում հիմա Իջմիածին քաղաքը կաղում է։ Գյուղական համայնքները գտնվում են ծանր վիճակում։ Մենք ուսումնասիրել ենք խնդիրները, բազմաշերտ են, բայց քարոզարշավի ժամանակ մենք ավելի շատ խնդիրներ ենք հանդեսել, որը դա լուծելի է։ Դա 2-3 տարում բոլոր խնդիրները լուծելի խնդիրներ են, պետք է ընդհանրապես սրտացավություն եւ ղեկավարում։ Պարոն Սիմոնյան, վաղարշապատցիները հատկապես այս օրերին խոստումների այսպես պակաս չունեն։ Տարբեր քաղաքական ուժ, ինչպես ասացի, 8 քաղաքական ուժ եւ այդ 8 քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ իրենց ծրագրերն են ներկայացնում, իրենց խոստումներն են տալիս։ Եվ կա այսպիսի մի տեսակետ նաեւ, որ ընտրություններն ավարտվում են եւ այդ խոստումները շարունակում են մնալ թղթի վրա գրված։ Հիմա ինչու պիտի հավատան ձեզ վաղարշապատցիները, որ այդ խոստումներն իրականություն եք դարձնելու։ Առաջինը մենք ոչ նախկին ենք, ոչ ներկա ենք։ Մենք թալանով երբևիցե չենք զբաղվել։ Մենք ծառայել ենք մեր երկրին, ամբասի ենք ծառայել։ Վաղարշապատցիները մենք տեղեկացրել ենք, որ մեր անցնելու դեպքում մենք գույքագրել ենք բոլոր խնդիրները, մեր թիմով մենք հանդիպել ենք բոլոր համայնքի բնակիչների հետ, թաղամասերի բնակիչների հետ Իջմիածին քաղաքի։ Մենք առաջնահերթությունը պետք է մեր քաղաքացիներն ասեն, առաջնահերթ որ հարցերը պետք է լուծենք։ Մենք լսելու ենք նրանց ձայնը։ Օրինակ Արշալուս համայնքում չունեն խմելու ջրի խնդիր է։ Այսօր Արամ Մանուկյան փողոցում մենք քարոզարշավ իրականացրել, գազաֆիկացման խնդիր է։ Արամ Մանուկյան փողոցների մի մասը ասֆալտապատման խնդիր է։ Չարենց փողոցում կոյուղա համակարգ չի գործում։ Խնդիրը մենք մոտավորապես գիտենք արդեն մեր քաղաքացիների հուզող հարցերը եւ պետք է լծվենք իրականացնելու նրանց բարձրացած հարցերը։ Այդ խնդիրները գիտեք, իսկ գիտեք թե այդ խնդիրների լուծման համար բյուջեն որտեղ է, որովհետեւ գաղտնիք չէ ներողություն, որ վաղարշապատի բյուջեն այդքան էլ մեծ չէ, որպեսզի կարողանաք այդ ձեր թվարկած բոլոր խնդիրները լուծեք։ Այո, խնդիրները ծախսատար են, բայց մենք այդ գումարները ունենք, բազմիցս մեր հետ կապնվում են մեր ղեկավարության հետ, մեր հետ արտասահմանում գտնվող բազմաթիվ բարերարներ,
որոնք մեզ խոստացել են մեր ուժի անցնելու դեպքում իրենք մեծ ներդրումներ են անելու բոլոր հարցերը լուծելու համար։ Եվ մենք վստահ ենք եւ մենք տարիների ընթացքում տեսել ենք, որ բարերարները օգնել են, սակայն նրանց բարերարությունը նպատակին չի ծառայել, մարդիկ արդեն չեն հավատում եւ սկսել են չօգնել։ Ես նաև դա ուզում հարցնել, ինչ է կարծում, ինչն է այսօր ամենաշատը պակասում վաղարշապատին, մարդկանց հույսը, ներդրումները, ծրագրերը, թե պարզապես լավ կառավարումը։ Առաջինը լավ կառավարում է, որովհետև վաղարշապատը այս պահին չի կառավարվում։ Բացի թողի վիճակում է արդեն քանի տարիներ է, Վաղարշապատ քաղաքի բնակիչները գիտեն դա, տեսնում են։ Հիմա մարդկանց ենթագիտակցությունը ավելի է բարձրացել, նրանց խաբել, խոստումներ տալ չի լինելու, եւ նրանք չեն հավատալու։ Եվ դուք ինչպես եք կազմակերպում ձեր քարոզարշավը եւ այդ քարոզարշավի ընթացքում ինչ ուղերձներ եք, որոնք են այն հիմնական ուղերձները, որ փորձում եք փոխանցել վաղարշապատցիներին։ Մեր քարոզարշավը մենք կազմակերպում ենք տնետուն, փողոց առ փողոց, գյուղ առ գյուղ, Մարկանց մոտ վախի մթնոլորտ է տիրում, որովհետև չեն ուզում տեսախցիկների առաջ հանդես գան, իրենց հարցը բարձրացնեն։ Մենք արդեն վերջին մի քանի օրերը մեր այդ լրագրողներին խնդրում ենք, որ շատ չլուսաբանեն, չնկարեն, եւ մենք էլ չենք անում, առանձնազրույցներ են ունենում, իրենց ուզող հարցերը բարձրացնում են։ Դա կրկին մեր կողմից գույքագրվում է, որպեսզի կարողանանք ըստ ժամկետների խնդիրների լուծում տանք։ Ինչից են վախենում, որ ասում եք վախենում են։ Պես վախի մթնոլորտ է վաղարշապատը։ Այո, մենք մի 3 օր, 4 օր առաջ քարոզարշավի գնացել ենք Ծաղկալանջ գյուղ, խորխոշացած համայնքի, որտեղ մարդիկ վախեցած էին, չէին շփվում մեզ հետ։ Եվ մի տարեցկին վատառողջ վիճակով մոտեցել եմ ես, որ այստեղ բոլորը գյուղապետը բոլորին վախեցնում է, դուրս չեն գալու, ձեր հետ չեն շփվելու, եւ դա մենք իրականություն էր, մենք տեսանք, եւ այդ ժամանակ գյուղապետ համայնքի ղեկավարը մի քանի անգամ իր սեփական մեքենայով 71 ու 101 պետ համարանիշի Էլանտրա ավտոմեքենայով շրջում էր մեր կողքերը եւ վերջում բացականչում է իր քաղաքացուն մեզ։ Դուք այդ ամեն ինչի մասին պատկան մարմիններին տեղեկացնում եք այն խնդրահարույց հարցերի մասին։ Ամեն օր մեր եթերներում մենք հարցը բարձրացնում ենք, լուսաբանվում է, բոլոր կուսակցություններն էլ այդ հարցը բարձրացնում են։ Դա, ասենք, ինձ համար տհաճ է, որ համայնքի ղեկավարը իր բնակչին կարող է ասել՝ տարեք ձեզ հետ պահեք։ Պարոն Սիմոնյան, ինչպես եք պատկերացնում վաղարշապատի զարգացում առաջիկա 5 տարում։ Այդ բոլոր կետերը, որ նշեցիք, եթե դուք ընտրվեցիք, առաջիկա 5 տարում հասցնելու եք բոլորը կյանքի կոչել։ Ինչպես եք պատկերացնում այդ առաջիկա 5 տարին։ Մենք կյանքի ենք կոչելու մեր բոլոր կետերը։ Ես կասեի ավելի կարճ ժամանակահատվածում, քան 5 տարում, որովհետև մենք ցանկություն ունենք այդ կետերը կյանքի կոչելու։ Դրանք բոլորը լուծող խնդիրներ են, լուծող հարցեր են։ Այնտեղ շատ մեծ գլոբալ ծախսերի պահանջ կարիք չկա։ Մենք ասֆալտ ապատելու ենք, բարեկարգելու ենք, աղբանության հարցը լուծելու ենք, գյուղատնտեսությունը զարգացնելու ենք, ներդրումներ ալինելու, մարդիկ գալու են գործարաններ են կառուցելու, աշխատատեղեր բացվելու։ Մենք հնարավորություն տալու ենք։ Օրինակ Վաղարշապատ համայնքը վերցնենք, այս պահին Էջմիածին քաղաքը չունի այգի երեխաների համար, չունի կարուսելներ։ Եթե մենք ունենանք Երևանի կարուսելների նման կարուսելներ, այդտեղ զարգացում լինելու է։ Օրինակ Էջմիածին քաղաքի հարակից քաղաքի երեխաները գալու են Էջմիածին քաղաք իրենց մանկական հանգիստը անցկացնելու համար։ Իսկ եթե չկա կարուսել, ոնց կարա քաղաքը զարգանա, ոնց կարան տուրիստները գան։ Մի ունենք այս բային քարկոծված եկեղեցի։ Դժվար քաղաքի զարգացմանը միայն կարուսելը պակաս է։ Մենք կարուսելը չի, ունենք քարկոծված եկեղեցի, որը ժամանակին շատ տուրիստներ էին գալիս։ Հիմա դուք էլ կարող եք գնալ եւ արձանագրել, որ օրական 1-2 ավտոբուսով տուրիստներ են գալիս, գնում են։ Իսկ յուր ժամանակ, մինչեւ Արշավը եկեղեցու դեմ, շատ է տուրիզմը։ Մենք չունենք հասարակ մարզաստադիոն չունենք։
Էջմիածին քաղաքը չունի այգի, չունի գեղեցիկ պուրակներ, չունի գեղեցիկ շատրվաններ։ Դա տուրիստը գա այդտեղ, որ ինչ, գալիս է իր մոմը վառում, էթում է։ Շատ լավ, հիմա այդ ամբողջ ծրագրերը ինչ որ թվարկեցիք, ամբողջությամբ գծած կա, թե որտեղից է դրա համար գումարները հատկացվելու եւ միանգամից գումարները կան, դուք անցնելու եք լուծման։ Այո։ Այսինքն ներդրողներ կան, որոնց հետ արդեն ձեր կուսակցությունը ունի հստակ պայմանավորվածություն։ Շատ են ներդրողները։ Մենք համագործակցել ենք մեր քույր քաղաքների հետ։ Էջմիածնի քաղաքի ներդրումները մեծ են լինելու, շատ են լինելու եւ ներդրողները էլի կրկին կանդրադառնամ, ունենք Արտուր Ասատրյան, որը մեծ ծրագրեր էր ուզում ներկայացնել, էսքիզը եթերում մամուլում շատ հրապարակվեց, չթողեցին, Սամվել Կարապետյանը ուզում է ինչ-որ բան անի, անում է, չեն թողում, մնացածին թալանել են։ Ձեր ուժի միջոցով Մեր անելու ուժի են դա։ միջոցով դրանք բոլորը իրականանալու են։ Շատ է խոսվում հնարավոր սցենարների մասին, օրինակ նշվում է նաև այսպես հնարավորներից մեկը, որ գուցե եթե անգամ որևէ մեկին 50+1 չհաջողվի հավաքել, ապա գալիս է հետընտրական process եւ հավանական սցենարներից մեկը, որ քաղաքական ուժերը կարող են այսպես դաշինքներ կազմել եւ այսպես ձևավորել կառավարող թիմ։ Դուք ունեք արդեն հստակ որոշում, եթե 50+1 որևէ կուսակցություն չհավաքեց եւ դուք ունեցաք անցողի քշեմ, ում եք աջակցելու կամ ով է ձեզ աջակցելու։ Մեր կուսակցությունը նման հարց չի քննարկվել, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, բայց եթե մենք հաղթանակ չտանենք եւ տեսնենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առավել ձայներ ունենալու, մեր ձայնը կմիանանք ինչ-որ ուժի։ Այսինքն բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցության մնացած բոլոր ուժերին պատրաստ եք։ Եվ նրան սատարող ուժերից բացի մնացած այդ իրական ընդդիմության հետ պատրաստ ենք։ Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը, եթե հաղթեք, ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը որպես քաղաքապետ։ Կադրային քաղաքականություն։ Ընդունված է ասել, կադրային ջարդ եք իրականացնելու։ Մենք ունենալու ենք խնամի մոտիկ ծանոթ բարեկամներ չեն լինելու, լինելու են բացառապես մասնագետներ։ Մենք գտնելու ենք լավագույն մասնագետներին եւ առաջնորդվելու ենք մեր ծրագրով։ Շնորհակալություն։ Ես ալամ շնորհակալ։ Հեռանկարում վաղարշապատում համահայկական ճակատ կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Սիմոնյանն էր։